Սահմանամերձ գյուղերում դպրոցները դատարկվում են, աշակերտների թիվը գնալով նվազում է։ Ահազանգում են կրթության ոլորտի փորձագետները։ Աշակերտների թվաքանակի նվազումը նրանք պայմանավորում են մեծ արտագաղթով, քանի որ սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերում ուսուցիչների զգալի պակաս կա։ Որակյալ կրթության փնտրտուքով ծնողները երեխաներին տեղափոխում են այլ քաղաքներ։ Վերջի 10 տարվա ընթացքում դինամիկան եթե մենք նայենք, մենք հստակ տեսնում ենք, որ աշակերտների թվականակի նվազեցում կա։ Միգրացիա կա ներքին եւ արտաքին դեպի Երևան քաղաք։ Ծնողների մեծ մասը մտածում են երկար, թե դրա բնակարանում մասնագետների պակաս կա, ապա իրենց երեխաներին չնվազում դրա համայնքի մանրամասնամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերի դպրոցներ մասնագետների պակասի պատճառով գրադասում են ուղարկել այնպիսի համակարգեր, որտեղ կարող են երեխանի կրթության իրավունքը իրացնել։ Դպրոցների դատարկման ամենավառ օրինակներից մեկն է ըստ փորձագետի Կիրանցի դպրոցն է։ Այս ուսումնական տարի աշակերտների թիվն այդ դպրոցում անցած տարվա համեմատ 15%-ով պակասել է։ Ծնողները իրենց ապագան չեն պատկերացնում երեխաների տվյալ համայնքում։ Կան անվտանգային խնդիրներ, օրինակ դպրոցները կան դպրոցային դպրոցներ, որոնք ուղիղ հակառակորդի նշանավորության տակ են գտնվում, օրինակ Կիրանց գյուղի դպրոցը, ու հասկանալի է ծնողների մտավախությունը, ովքեր որ երկար են մտածում իրենց երեխան արժի գնա այդպիսի ուսումնական հաստատություն սովորի, որը հակառակորդի ուղիղ գնդակոծության տակ է գտնվում։ Փորձագետը նկատում է արտագաղթին նպաստում է նաև դպրոցների միավորման քաղաքականությունը, որն էլ իր հերթին հավելյալ անհարմարություններ է ստեղծելու։ Այդպիսով գյուղերն էլ ավելի արագ կդատարկվեն։ Գոտիականության խնդիր կա, ճանապարհների խնդիրներն էլ կան, կոմունիկացիաների խնդիրներ կան, օրինակ ձմռային պայմաններում երեխաների տեղափոխությունը կարող է վտանգավոր լինել համայնքից համայնք տեղափոխելու տեսակետից ծնողների մեծ մասը դա են որպես պատճառ մատնանշում։ Իբրև հաստատում կրթության փորձագետը վկայաբերում է նաև վիճակագրական կոմիտեի ներկայացրած վերջին տարիների տվյալները, համաձայն որոնց Հայաստանում նկատվում է դեմոգրաֆիական ճգնաժամ։ Նվազել է նաև ծնելիության մակարդակը։ Սա եւս լրջագույն խնդիր է, ինչի արդյունքում գյուղական դպրոցներում ակտիվություն չի նկատվում։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։